Ուրեմն ես գտնվում եմ Կորեայի ձորից, որ դուրս ես գալիս ու գնում ես դեպի Քանաքեռավան, ստեղ բենզալցակայան կա, խնդրեմ ես բենզալցակայանն է, ուրեմն ստեղ 3 հատ շուն եմ ես կերակրում, այսինքն Աննա Մանուկյանն է կերակրում, ինքը հիմա Ամերիկայում է գտնվում, ես փոխարինում եմ, այդ աղջիկը իր հաշվին, իր քրտինքով այս շներին կերակրում է, երբ որ այս շները ապրում են այս գազի կալոնկայում, հեսա 1, 2, երրորդը մի հատ բարևի բոլորին, կյանք բարևի, Աննա Մանուկյանը աշխատում է ու իր քրտինքով, իր հաշվին այս շներին կերակրում է, այսօր ես իրան փոխարինում էի, քանի որ ինքը Միացյալ Նահանգներում է, եկել եմ կերակրելու, այս կալոնկայի նայողն է, ասում են պետն է, չգիտեմ ինչ զրթուզիբիլ է, հայտարարում է, որ այս շները եղինակոկ են տարածում ու ինքը այս շներին վերացնելու է, եթե մենք չտանենք ստեղից, ես ուզում եմ որ ինձ մեկը գրի ում սեփականությունն է այս գազի կալոնկեն, ստե ինչ որ օրանժա գրած, օրանժ ու տարածեք, որպեսզի սեփականատերը ինքը ամոթից կապնվի մեր հետ, որ ընդամենը 3 շուն է ու մենք ենք կերակրում, այսինքն իրանք լայախ չեն էլ անում մի կտոր հաց տան այս շներին, այս շները ամիսներ շարունակ ապրում են ստեղ, տարիներ շարունակ ու հիմա իր ասմենի պետը քրեական օրենսգրքի 307 հոդվածի հանցագործություն հայտարարություն անելով շների հանդեպ դաժան վերաբերմունք, ասում է այս շներին վերացնելու եմ, այս շները եղինակոկ են իբր թե տարածում, այդքան անգրագետ է ինքը, չգիտի որ եղինակոկ կարող է շունչ ունենաս կյանքում կատու չունենաս, փողոցով գնաս այդ մազը եղինակոկով գա անգլի քո քթի մեջ դու չիմանաս էլ ու բանը եթե մենք ստեից իրանց չվերացնենք ինքը վերացնելու է այս շներին։ Ես խնդրում եմ, այս տարածեք, ինչքան լրատվամիջոցներ կա ու ով որ գիտի ով է այս բենզալցակայան ու գազալցակայանի տերը, խնդրում եմ ինձ տեղյակ պահեք ով է, եթե հնարավոր է հեռախոսի համարով։